Կան պարզ սննդային համադրություններ, որոնք չափազանց լավ են հնչում իրական լինելու համար։ Սակայն այս համադրությունները պարունակում են թաքնված ուժ, որը շատերը թերագնահատում են։ Այդպիսի համադրություններից մեկը սխտորն ու մեղրն են, որոնք միասին վերցվում են քնելուց առաջ։ Այս պարզ խառնուրդը կարող է զգալիորեն ազդել ձեր առողջության վրա, հատկապես եթե դուք 60 տարեկանից բարձր եք։ Աշխարհի ավանդական մշակույթներում այս երկու բաղադրիչները պարզապես սնունդ չեն։ Դրանք ժամանակի փորձություն անցած ամենօրյա բուժական ծեսերի մաս են կազմում։ Դժբախտաբար մեր մշակույթում այս հին իմաստությունը աստիճանաբար մոռացության է մատնվում, բայց երբ դուք այն վերագտնեք, ձեր մարմինը կսկսի վերափոխվել հենց քնի մեջ։ Մինչ դուք քնում եք, սխտորն ու մեղրը գործում են լուռ։ Դրանք ամրապնդում են ձեր իմունային համակարգը, բարելավում մարսողությունը, մաքրում են մարմինը և նույնիսկ օգնում են ձեզ ավելի խորը քնել։ Ձեզ թանկարժեք հավելումներ կամ գովազդվող հրաշագործ բուժումներ պետք չեն, պարզապես մի փոքր համբերություն և բնության այս պարգևների ճիշտ օգտագործման եղանակի և ժամանակի հասկացողություն է պետք։ Եթե դուք անցել եք 50 կամ 60 տարեկանը և զգում եք, որ ձեր մարմինը այնքան կենսունակ չէ, որքան նախկինում էր, այս տեսանյութը կարող է խաղի կանոնները փոխել։ Այստեղ դատարկ խոստումներ չկան, միայն սերունդների իրական կյանքի փորձ հիմնված բնական մոտեցման վրա։ Այսօր ես ձեզ կասեմ, թե ինչու պետք է այս պարզ երեկոյան ծեսը դարձնեք ձեր կյանքի մի մասը։ Դուք կսովորեք քնելուց առաջ սխտորի և մեղրի համադրման 9 օգտակար ազդեցություն։ Մեկը բարելավում է մաշկը, մյուսը ամրացնում է ոսկորները, և մեկ այլ միջոց այնքան արդյունավետորեն թեթևացնում է ստրեսը, որ մարդիկ այդ ազդեցությունը նկարագրում են որպես ակնթարթային հանգստություն։ Միջերկրածովյան երկրներում սխտորը պարզապես համեմունք չէ, այլ լիարժեք դեղամիջոց։ Ասիայում մեղրը համարվում է երկարակեցության աղբյուր։ Այսպիսով, ինչու չվերցնել այս ավանդույթներից լավագույնը և չներառել դրանք ձեր առօրյա կյանքում։ Դուք ստիպված չեք լինի կտրուկ փոխել ձեր սովորությունները։ Քնելուց առաջ ընդամենը մեկ փոքր քայլ և արդյունքները կլինեն անմիջապես։ Սա պարզապես ևս մեկ տեսանյութ չէ ժողովրդական բժշկության մասին։ Սա տարիների փորձի վրա հիմնված գործնական ուղեցույց է, որովհետև երբ ինչ-որ բան իսկապես աշխատում է, լրացուցիչ ձգձգումների կարիք չկա։ Ազդեցությունը նկատելի է դառնում մի քանի օրվա ընթացքում։ Մնացեք մեզ հետ մինչև վերջ։ Դուք միայն կհասկանաք, թե ինչպես է այս խառնուրդը գործում, այլև կսովորեք, թե ինչպես այն ճիշտ պատրաստել առավելագույն օգուտներ ստանալու համար։ Հատուկ ուշադրություն դարձրեք 6-րդ կետին։ Այն կարևոր է նրանց համար, ովքեր տառապում են հոտերի ցավից կամ դժվարանում են շարժվել առավոտյան։ Դուք չեք ցանկանա բաց թողնել այն։ Ամրապնդել իմունիտետը քնի ընթացքում։ Մինչ դուք հանգստանում եք գիշերը, մարմնում աննկատ, բայց կարևոր աշխատանք է ծավալվում։ Իմունային համակարգը, ինչպես լուռ գիշերային պահակ, անխոնարհ սկաներում է մարմինը վիրուսներից, բորբոքումներից և տոքսիններից։ Սակայն այդ սպառնալիքները հաջողությամբ հետ մղելու համար այն կարիք ունի հուսալի զենքի և վահանի, և սխտորն ու մեղրը ապահովում են հենց դա, պարզապես, բայց հզոր։ Իսկ սխտորը ճզմելիս արտացտվող լիքորային միացությունը ավելին է, քան պարզապես բնական հանտաբիոտիկ։ Այն ունի հակամանրեին ակտիվության լայն սպեկտր, ներառյալ մանրեներ, վիրուսներ և այնքան սնկեր։ Գիտնականները հաստատում են, սխտորը կարող է խաթարել պաթոգենների բիոթաղանթները, դրանք դարձնելով խոցելի իմունային բջիջների։ Դա նման է թշնամու թափուստը վերացնելուն, այն ենթարկելով մարմնի պաշտպանությանը։ Մեղրը նույնպես չէ պարզապես հակասեպտիկ և հակաօքսիդանտ, այլ նաև օգնում է ակտիվացնել բնածին իմունային բջիջներ, ինչպիսիք են մակրոֆագները և նետրոֆիլները։ Ինչպես մեղմ պաշտպանիչ ծածկույց, այն օգնում է իմունային բջիջներին ավելի արդյունավետ և ավելի երկար գործել, միաժամանակ նվազեցնելով բորբոքումը։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեղրը նույնիսկ կարող է բարձրացնել ինտերլեյկինի մակարդակը, որը կարևոր ազնաշանային սպիտակուց է, որը կարգավորում է իմունային համակարգը։ Միասին սխտորն ու մեղրը կազմում են մի թիմ, որը ամեն գիշեր ամրապնդում է իմունային համակարգը, բոլոր մակարդակներից, լորաթաղանթների պաշտպանությունից մինչև պաշտպանական բջիջների մոբիլիզացիա։ Պատկերացրեք, ամեն անգամ, երբ դուք ընդունում եք այս պարզ խառնուրդը քնելուց առաջ, դուք ոչ միայն օգնում եք ինքներդ ձեզ քնել, այլև ապահովում եք ձեր իմունային համակարգին գիշերային մաքրման և վերականգնման համար անհրաժեշտ ռեսուրսներով։ Սա շատ ճիշտ է արևելյան մշակույթներում, ինչպիսիք են Հնդկաստանը, Իրանը և Չինաստանը։
որտեղ սխտորուն ու մեղրը օգտագործվում են ոչ թե հիվանդությունը սկսելուց հետո, այլ որպես ամենօրյա կանխարգելիչ միջոցառումների մաս։ Սա է հիմնական տարբերությունը՝ նախաձեռնող լինելը։ Կանխարգելումը ուժեղների ռազմավարությունն է։ Նրանց, ովքեր նախընտրում են էներգիկ ապրել, քան ամեն օր պայքարել քրոնիկ հոգնածության հետ։ Ժամանակի ընթացքում այս սովորությունը օրգանիզմը ավելի դիմացող է դարձնում։ Մարդիկ ավելի քիչ են հիվանդանում, սեզոնային փոփոխություններ են ապրում առանց հոգնածության և ավելի արագ վերականգնվում են ստրեսից։ Դա նման է իմունային համակարգի ամենօրյա նուրբ կարգավորմանը՝ անաղմուկ, բայց անիրևակայելիորեն փազոր։ Իմաստուն մարդիկ ասում են. ավելի լավ է վաղ ամրապնդել ձեր պաշտպանությունը, քան հետո բուժել թուլացված մարմինը։ Եթե արդեն զգացել եք այս ազդեցությունը, մի մոռացեք լայքել և բաժանորդագրվել ալիքին նրանց, ովքեր գնահատում են առողջությունը պահպանելու բնական եղանակները։ Մեկնաբանություններում ասեք մեզ, թե քանի տարեկան եք և որ երկրի քաղաքից եք դիտում մեզ։ Հետո ավելի հետաքրքիր է դառնում։ Սրտի առողջություն։ Սիրտը շատ բան չի պահանջում։ Այն պարզապես մի փոքր խնամքի, հանգստի և կանոնավոր ռիթմի կարիք ունի։ Բայց իրականում մենք հաճախ այն ծանրաբեռնում ենք մշտական ստրեսով, ծանր սննդով, նստակեց կենսակերպով և քրոնիկ քնի պակասով։ Այս ռեժիմում սիրտն աշխատում է իր սահմաններում, ինչպես վազորդը, որին թույլ չեն տալիս մի կում ջուր խմել կամ մի պահ հանգստանալ։ Սխտորի և մեղրի խառնուրդը նման է այդ հանգստին։ Այն օգնում է սրտին նվազեցնել ծանրաբեռնվածությունը և վերականգնել իր բնական հավասարակշռությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սխտորը կարող է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը, կանխելով աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացումը։ Այն նաև նպաստում է անոթների լայնացմանը, որը բարելավում է արյան շրջանառությունը և իջեցնում արյան ճնշումը։ Սխտորի հիմնական ակտիվ բաղադրիչը՝ ալիցինը, գործում է որպես անոթների բնական մաքրող միջոց, հեռացնելով կուտակված նստվածքները և բարելավելով անոթային պատերի առաձգականությունը։ Այս բանաձևի մեջ պարունակվող մեղրը ոչ միայն մեղմացնում է համը, այլև գործում է կենսաքիմիական մակարդակում։ Հակաօքսիդանտներով հարուստ լինելով, այն նվազեցնում է C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը, որը բորբոքային մարկեր է, որը կապված է սրտի հիվանդությունների ռիսկի հետ։ Մեղրը պարունակում է նաև ֆլավոնոիդներ, որոնք բարելավում են արյան անոթների ներքին պատի էնդոթելի վիճակը, ինչը կարևոր է դրանց ճկունության և ճնշման փոփոխություններին հարմարվելու համար։ Այսպիսով, այս թվացյալ պարզ համադրությունը օգնում է սրտին վերադառնալ իր բնական ռիթմին՝ հանգիստ, հավասար և առողջ։ Բուլղարիայում, Թուրքիայում, Հայաստանում և այլ երկրներում, որոնք ունեն ժողովրդական բժշկության ուժեղ ավանդույթներ, այս բաղադրատոմսը փոխանցվում է սերնդես սերունդ։ Այն չի քննարկվում կամ գովազդվում, այն պարզապես ուտում են ինչպես առավոտյան թեյը կամ երեկոյան աղոթքը։ Սա էկզոտիկա չէ, այլ առօրյա իմաստություն, ժամանակի փորձություն։ Երբ գիտությունը տևում է տասնամյակ, այն իրականում գործում է։ Հատկապես կարևոր է, որ սրտի մասին հոգ տանելով մենք միաժամանակ հոգ տանենք մեր տրամադրության մասին։ Սրտանոթային նյարդաբանության ժամանակակից հետազոտությունները հաստատում են, որ սրտանոթային համակարգը սերտորեն կապված է հուզական կարգավորման հետ։ Օրինակ, անկանոն սրտի ռիթմերը հաճախ ուղեկցվում են անհանգստությամբ և դեպրեսիայով։ Եվ հակառակը, երբ սիրտը հանգիստ է բափակում, միտքը նույնպես խաղաղություն է գտնում։ Քունը դառնում է ավելի խորը, շնչառությունը ավելի հավասար և առավոտները ավելի մեղմ։ Այս խառնուրդը պարբերաբար օգտագործող մարդիկ նշում են անհանգստության նվազեցման, հոգնածության պակասի և ընդհանուր բարեկեցության բարելավման մասին։ Այն, ինչ սկսվեց որպես պարզ բնական բաղադրատոմս, անսպասելիորեն դարձավ ներքին ներդաշնության, խորը քնի և հուզական հավասարակշռության բանալին։ Այն բարելավում է քունը և նվազեցնում ստրեսը։ Քունը միայն աչքերը փակելը չէ, այն նշանակում է ազատվել անհանգստություններից, անջատել ներքին աղմուկը և թույլ տալ մարմնին իսկապես վերականգնվել։ Բայց մեր խառնաշփոթ ժամանակներում որակյալ քունը դարձել է իսկական շխուրություն, դեֆիցիտ, որը ազդում է ամեն ինչի վրա, հիշողությունից մինչև արյան մեջ շաքարի մակարդակը։ Եվ այստեղ քնելուց առաջ սխտորը և մեղրը գործում են որպես բնական անջատիչ։
Այն նվազեցնում է լարվածությունը, բայց չի գործում մակերեսային, բայց նեյրոքիմիական մակարդակում սխտորը մեծացնում է սերոտոնինի արտադրությունը, որը նեյրոհաղորդիչ է, որը պատասխանատու է հանգստության, հավասարակշռության եւ հուզական բարեկեցության զգացողությունների համար։ Այս ազդեցությունը բացատրվում է սխտորի մեջ ծուծում պարունակող միացությունների, այսպես ասած ալիցինի արկայությամբ, որոնք ազդում են ուղեղի ընկալիչների ակտիվության վրա։ Սա դանդաղեցնում է մտքերը եւ մարմինը ստանում է կստակ ազդանիշ, ժամանակն է հանգստանալու։ Մեղրը իր հերթին պարունակում է բնական շաքարներ, որոնք օգնում են կայունացնել ինսուլինի մակարդակը գիշերով։ Սա իր հերթին նպաստում է մելատոնինի արձատմանը, որը հորմոն է, որը կարգավորում է բիոռիթմերը եւ քնի խորությունը։ Հետաքրքիր է, որ մելատոնինը ոչ միայն բարելավում է քունը, այլև ուժեղացնում է խորը քնի փուլերը, երբ մարմինը վերականգնում է իմունային համակարգը եւ մաքրում կուտակված տոքսինները։ Միևնույն ժամանակ այն նվազեցնում է ստրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը, որը երբ քրոնիկ չափազանց է, կարող է վնասել առողջությունը ներսից, խանգարել նյաթափոխանակությունը, բարձրացնել արյան ճնշումը եւ վատթարացնել հիշողությունը։ Կորտիզոլի նվազումը կապված է նաև ոչ միայն տրամադրության բարելավման հետ, այլև արյան մեջ գլյուկոզի մակարդակի նորմալիզացման եւ իմունային համակարգի ամրապնդման հետ, ինչպես նաև անհանգստության, դյուրագրգռվածության եւ մշտական ծանրաբեռնվածության զգացողության նվազեցման։ Եվ երբ սկսում եք ավելի լավ քնել, մնացած ամեն ինչը նույնպես սկսում է փոխվել, քանի որ գիշերը իսկապես հանգստացած մարմինը ավելի ճշտիտ է աշխատում, ցերեկը ավելի արդյունավետ է մարսում սնունդը եւ ավելի շուտ է վերականգնվում։ Բարելավում է ոչ միայն ձեր տրամադրությունը, այլև նյաթափոխանակությունը, հորմոնալ հավասարակշռությունը եւ նաեւ մաշկը։ Սա առողջության մեկ այլ մակարդակ է, որը մարդիկ մեծ մասն թերագնահատում է, բայց այստեղ է սկսվում իրական բարեկեցությունը։ Այն բարելավում է մարսողությունը։ Կա ուղիղ եւ գիտականորեն ապացուցված կապ ձեր աղիքների գործունեության եւ ձեր զգացողության միջև։ Երբ մարսողությունը խաթարվում է, բառացիորեն ամեն ինչ տուժում է, էներգիայի մակարդակը նվազում է, տրամադրությունը կտրուկ վատանում է, մաշկը դառնում է գունատ, իսկ անձեռնմխելիությունը թուլանում է։ Սխտորն ու մեղրը օգնում են վերականգնել այս ներքին հավասարակշռությունը հիմնարար մակարդակում, սկսած աղիքային միկրոֆլորայից։ Սխտուրը հզոր բնական պրեբիոտիկ է, այն պարունակում է ինուլին եւ այլ օլիգոսախարիդներ, որոնք ծառայում են որպես սննդարար միջավայր աղիքներում ապրող օգտակար մանրէների համար։ Այս մանրէները պատասխանատու են B վիտամինների սինթեզի, սերոտոնինի արտադրության եւ աղիքային պատնեշի գործառույթը պահպանելու համար։ Մեղրը իր հակաբորբուքային եւ հակամանրերին հատկությունների շնորհիվ լրացուցիչ նվազեցնում է լորձաթաղանթի գրգռվածությունը, կարգավորում է պերիստալտիկան եւ հեշտացնում է ստամոքսաղիքային համակարգի աշխատանքը։ Երբ աղիքները ճիշտ են գործում, սննդարար նյութերը ավելի լիարժեք են ներծծվում։ Սնունդը դառնում է էներգիայի աղբյուր, այլ ոչ թե ծանր բեռ։ Փքվածությունը մեղմանում է, աղիքների դատարկումը դառնում է ավելի կանոնավոր եւ ուտելուց հետո ծանրության զգացումը անհետանում է, հատկապես նրանց համար, ովքեր տառապում են այս հաղթանիշներից երեկոյան կամ գիշերը։ Կանոնավորությունը եւ հեշտությունը հիմնական նշաններն են, որ մարսողական համակարգը ճիշտ է գործում։ Այն չի փոխարինում հավասարակշռված սննդակարգին, այլ ընդհակառակը ուժեղացնում է դրա ազդեցությունը։ Կարծես ամեն գթալով դուք նրբորեն հիշեցնում եք ձեր մարմնին, թե ինչպես ճիշտ գործել։ Ոչ մի բռնություն, ոչ մի դեղորայք, միայն ճշգրիտ, բնական ազդակ, ներքին ներդաշնակությունը վերականգնելու համար։ Հնդկաստանում, Հունաստանում, Տիբեթում եւ այլ ավանդական մշակույթներում լավ մարսողությունը համարվում է ոչ միայն հարմարավետություն, այլև երկարակեցության, պարզ մտքի եւ կայուն նյարդային համակարգի հիմք։ Զարմանալի չէ, որ մեղրն ու սխտորը ներառված են ժամանակի ընթացքում փորձարկված ավանդական բժշկության տասնյակ բաղադրատոմսերում։ Որովհետև երբ աղիքները առողջ են, մարմինը անմիջապես հայտնում է դա, էներգիան ավելանում է,
տրամադրությունը կայունանում է, մաշկը մաքրվում է և բորբոքումները նվազում են։ Այս ամենը մեկ պարզ որոշման արդյունք է՝ բարելավել մարսողությունը։ Իսկ հիմա մաշկի մասին։ Աղիքներում տեղի ունեցողը հաճախ երևում է հայելի մեջ։ Ավելի քիչ տոքսիններ, ավելի քիչ բորբոքում, վիտամինների ավելի լավ կլան։ Այս ամենը արտացոլվում է դրսից և առողջ մաշկի ուղին սկսվում է այստեղ, ներսից։ Մի անտեսեք ստամոքսի աղմուկը։ Դա կարող է ազդանշան լինել, որ ձեր մարմինն ավելի շատ հավասարակշռության կարիք ունի։ Մարսողության մասին հոգ տանելը նույնպես գեղեցկության դրսևորում է, քանի որ երբ մարմինը մաքրվում է ներսից, մաշկը շնորհակալություն է հայտնում ձեզ դրսից, և այս թեման, թե ինչպես են սխտորն ու մեղրը երիտասարդացնում մաշկը, մենք կքննարկենք հաջորդ բաժնում։ Մաշկը մեր ներսում կատարվողի լուռ արտացոլանքն է։ Անկախ նրանից, թե քանի քսուկ եք օգտագործում, եթե մարմնում կա բորբոքվում, թունավորում կամ անհավասարակշռություն, ձեր դեմքը կպատմի ամբողջ պատմությունը։ Քնելուց առաջ ընդունված սխտորն ու մեղրը գործում են ներսից, դրանք չեն թաքցնում, այլ վերափոխում են։ Սխտորն ունի հակաբակտերիալ հատկություններ, որոնք օգնում են պայքարել պծուկների և այլ ցաների հետ, իսկ մեղրը խոնավեցնում է մաշկը և այն մատակարարում հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները օքսիդացումից։ Այս խառնուրդը կարող է հանգեցնել մաշկի բորբոքման նվազեցման։ Հավասարեցրեք մաշկի երանգը և տվեք ձեր մաշկին բնական, առանց դիմահարդարման փայլ։ Ոմանք ասում են, որ իրենց մաշկը կարող է շնչել ընդամենը մի քանի շաբաթ անց, և դա չափազանցություն չէ։ Երբ դուք նվազեցնում եք ներքին բորբոքումը, դուք ազատում եք մաշկը անտեսանելի բեռից։ Դա նման է վարագույրը բարձրացնելուն, թույլ տալով լույսին ավելի խորքեն թափանցի։ Բացի դրանից, մեղրում պարունակվող միացումները խթանում են կոլագենի արտադրությունը, որը ամուր, երիտասարդ մաշկի հիմնական տարրերն է, և երբ կոլագենը ակտիվանում է ներսից, արդյունքները երկարակև են, ավելի քիչ կախված, ավելի քիչ մռայուն, ավելի շատ կենսունակություն։ Հին Եգիպտոսում Կլեոպատրան ասում էին, որ մեղրը օգտագործել է որպես հավերժական գեղեցկության գաղտնիք, բայց քիչներ գիտեն, որ այն ոչ միայն քսվում էր, այլև ընդունվում, որովհետև իրական գեղեցկությունը չի սկսվում հայելից, այն սկսվում է արյունից, աղիքներից, յուրաքանչյուր բջիջից, որը վերականգնվում է քնի ընթացքում։ Մռայուն, հոգնած և բծերի հակված մաշկը ըստ էության մարմնի օգնության կանչն է։ Այս երեկոյական խառնուրդը գործում է հենց այն ժամանակ, երբ մարմինն ունի ամենաշատ ռեսուրսներ քնի ընթացքում իրեն վերականգնելու համար։ Չկա ավելի հզոր բան, քան մարմին տալ այն, ինչ նրան անհրաժեշտ է ճիշտ պահին։ Եվ եթե կարծում եք, որ գեղեցկությունն ու շնչառությունը կապված չեն, սպասեք, մինչև զգաք, թե ինչպես է այս խառնուրդը ազդում ձեր թոքերի վրա։ Այն հատկապես օգտակար է ալերգիայի սեզոնի, մրսածության կամ պարզապես գիշերը շնչելու դժվարության ժամանակ։ Քնելուց առաջ սխտորն ու մեղրը օգնում են մաքրել շնչուղիները, դա նման է խցանված սենյակում պատուհան բացելուն։ Սխտորը գործում է որպես բնական հակամրսածության միջոց, այն նոցանում է թոքերում և քթային խոռոչներում լորձը, իսկ մեղրը ծածկում է կոկորդը, հանգստացնում է գրգռվածությունը և գործում է որպես մեղմ բնական հանգստացուցիչ։ Միասին դրանք հանգստացնում են շնչառությունը և նպաստում խորը քնին։ Պատահական չէ, որ այս խառնուրդը դարեր շարունակ օգտագործվել է ցուրտ երկրներում, որտեղ մրսածը տարածված ևեռույթ է։ Այնտեղ նրանք չեն սպասում հիվանդության։ Կանխարգելումը սկսվում է խոհանոցից, իսկ մենք, նայած դեղադրանքների առատությանը, չպետք է մոռանանք։ Բնությունը դեռևս անգնահատելի բաղադրատոմսեր ունի։ Այս խառնուրդը գիշերը ընդունելը բաղադրիչներին ժամանակ է տալիս ազդելու, մինչ մարմինը վերականգնվում է։ Շնչառությունը դառնում է ավելի հեշտ, հազը դառնում է ավելի հազվադեպ, իսկ քունը ավելի հանգիստ։ Շատերն ասում են, որ իրենց կուրծքը թեթև է, կարծես ներսում ինչ-որ բան թուլացել է։
Եվ բացի թեթևացումից, այս խառնուրդը նաև պաշտպանում է։ Այն խոնավեցնում է շնչառական ուղիների լորդ զաթաղանթները և նվազեցնում բորբոքումը, կանխելով վիրուսների և մանրեների ներթափանցումը։ Այն նման է հանգիստ մշտական պաշտպանության ամեն շնչառության հետ, գրեթե աննկատելիորեն։ Նույնիսկ նրանք, ովքեր տառապում են սեզոնային ալերգիաներից կամ թեթև ասթմայից, հաճախ նկատում են բարելավում, եթե այս խառնուրդը ընդունում են գիշերը։ Իհարկե, սա դեղորայքի փոխարինող չէ, բայց այն կարող է լինել հզոր բնական դաշնակից։ Երբեմն մարմնին անհրաժեշտ է ոչ թե ավելի շատ դեղահապեր, այլ ավելի քիչ բորբոքում։ Եվ ահա թե որտեղ է արժե կանգ առնել, քանի որ բոլոր օգուտներից անկախ այս խառնուրդը բոլորի համար հարմար չէ և կարող է վնասակար լինել, եթե օգտագործվի անխտիր։ Հենց սա է կարևոր իմանալ, նախքան այն փորձելը որոշելը, նախազգուշացում և թե ով չպետք է այն ընդունի։ Չնայած այն բնական միջոց է, դա չի նշանակում, որ այն անվտանգ է բոլորի համար։ Սխտորն ու մեղրը հզոր ազդեցություն ունեն օրգանիզմի վրա և դա պահանջում է պատասխանատվություն։ Դրանցից վախենալ պետք չէ, պարզապես պետք է իմանալ, թե երբ կարելի է և երբ ոչ, քանի որ այն, ինչ օգնում է մեկին, կարող է վնասել մյուսին։ Եթե շատ ցածր արյան ճնշում ունեք, հատկապես զգույշ եղեք։ Սխտորը լայնացնում է արյան անոթները և երբ այն համակցվում է դեղամիջոցների, ձեր արյան ճնշումը կարող է շատ ցածր ընկնել։ Եթե հակակոագուլանտներ եք ընդունում, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, քանի որ սխտորը ուժեղացնում է դրանց ազդեցությունը և կարող է մեծացնել արյան հոսուսի ռիսկը։ Շաքարային դիաբետով տառապող մարդիկ պետք է տեղյակ լինեն, որ մեղրը, չնայած բնական է, կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը, հատկապես եթե այն հում չէ։ Այնուամենայնիվ, փոքր չափաբաժիններով և բժշկի հսկողության ներքո այն հաճախ անվտանգ է։ Լավագույնն է չփորձարկել ձեր առողջությունը գհայելով։ Ստամոքսի խնդիրներ ունեցող մարդիկ, ինչպիսիք են խոցը կամ գերզգայունությունը, պետք է հատկապես զգույշ լինեն։ Հում սխտորը կարող է գրգռել լորձաթաղանթները, հատկապես եթե ընդունվում է դատարկ ստամոքսին կամ առանց նոսերացման։ Նման դեպքերում որքան քիչ, այնքան լավ։ Գլխավոր կանոնը ձեր մարմնին լսելն է։ Հղիության կամ կրծքով կերակրելու ընթացքում նախ խորհրդակցեք բժշկի հետ։ Ներկայումս բավարար հետազոտություններ Բնությունը դեռևս անգնահատելի բաղադրատոմսեր ունի։ Այս խառնուրդը գիշերը ընդունելը բաղադրիչների ժամանակ է տալիս ազդելու, մինչ մարմինը վերականգնվում է։ Շնչառությունը դառնում է ավելի հեշտ, հազը դառնում է ավելի հազվադեպ, իսկ քունը ավելի հանգիստ։ Շատերն ասում են, որ իրենց կուրծքը թեթև է, կարծես ներսում ինչ-որ բան թուլացել է։ Եվ բացի թեթևացումից, այս խառնուրդը նաև պաշտպանում է։ Այն խոնավեցնում է շնչառական ուղիների լորձաթաղանթները և նվազեցնում բորբոքումը, կանխելով վիրուսների և մանրեների ներթափանցումը։ Այն նման է հանգիստ մշտական պաշտպանության, ամեն շնչառության հետ, գրեթե աննկատելիորեն։ Նույնիսկ նրանք, ովքեր տառապում են սեզոնային ալերգիաներից կամ թեթև ասթմայից, հաճախ նկատում են բարելավում, եթե այս խառնուրդը ընդունում են գիշերը։ Իհարկե, սա դեղորայքի փոխարինող չէ, բայց այն կարող է լինել հզոր բնական դաշնակից։ Երբեմն մարմնին անհրաժեշտ է ոչ թե ավելի շատ դեղահապեր, այլ ավելի քիչ բորբոքում։ Եվ ահա թե որտեղ է արժե կանգն առնել, քանի որ բոլոր օգուտներից անկախ այս խառնուրդը բոլորի համար հարմար չէ և կարող է վնասակար լինել, եթե օգտագործվի անխտիր։ Հենց սա է կարևոր իմանալ, նախքան այն փորձելը որոշելը, նախազգուշացում և թե ով չպետք է այն ընդունի։ Չնայած այն բնական միջոց է, դա չի նշանակում, որ այն անվտանգ է բոլորի համար։ Սխտորն ու մեղրը հզոր ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, և դա պահանջում է պատասխանատվություն։ Դրանցից վախենալ պետք չէ, պարզապես պետք է իմանալ, թե երբ կարելի է և երբ ոչ, քանի որ այն, ինչ օգնում է մեկին, կարող է վնասել մյուսին։ Եթե շատ ցածր արյան ճնշում ունեք, հատկապես զգույշ եղեք։ Սխտորը լայնացնում է արյան անոթները և երբ այն համակցվում է դեղամիջոցների հետ,
ձեր արյան ճնշումը կարող է շատ ցածր ընկնել։ Եթե հակակոագուլանտներ եք ընդունում, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, քանի որ սխտորը ուժեղացնում է դրանց ազդեցությունը և կարող է մեծացնել արյունահոսության ռիսկը։ Շաքարային դիաբետով տառապող մարդիկ պետք է տեղյակ լինեն, որ մեղրը, չնայած բնական է, կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը, հատկապես եթե այն հում չէ, այնուամենայնիվ փոքր չափաշբաժիններով և բժշկի հսկողության ներքո այն հաճախ անվտանգ է։ Լավագույնն է չփորձարկել ձեր առողջությունը գրահելով։ Ստամոքսի խնդիրներ ունեցող մարդիկ, ինչպեսիք են խոցը կամ գերձգայունությունը, պետք է հատկապես զգույշ լինեն։ Հում սխտորը կարող է գրգռել լորձաթաղանթները, հատկապես եթե ընդունվում է դատարկ ստամոքսին կամ առանց նոսրացման։ Նման դեպքերում որքան քիչ, այնքան շատ։ Գլխավոր կանոնը ձեր մարմնին լսելն է։ Հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում նախ խորհրդակցեք բժշկի հետ։ Ներկայումս բավարար հետազոտություններ չկան այս խառնուրդի անվտանգությունը երաշխավորելու այս ժամանակահատվածներում։ Բոլորի օրգանիզմը տարբեր է և ռեակցիաները կարող են անսպասելի լինել։ Եթե կասկածում եք, ապա լավագույնն է սպասել կամ դիմել մասնագետի խորհրդատվությանը։ Եվ եթե դուք գիտեք ալերգիա սխտորին, մեղրին կամ դրանց ածանցյալներին, այս բաղադրոմսը ձեզ համար չէ։ Նույնիսկ բնական արտադրանքը կարող է առաջացնել անբարենպաստ ռեակցիաներ, փխկություն, ցավ և ծանր որովայն։ Սրանք ազդանշաններ են, որ դրանք հարմար չեն ձեր օրգանիզմի համար։ Այս ազդանշանները հարգելը նշանակում է հոգ տանել ձեզ մասին։ Այնուամենայնիվ, եթե դուք հակացություններ չունեք, այս պարզ բաղադրոմսը կարող է լինել իրական օգնություն։ Պարզապես հիշեք, որ նույնիսկ բնական միջոցների դեպքում չափավորությունը, ժամանակացույցը և իրազեկությունը գլխավոր են։ Ոչ միայն որքան, այլև ինչու։ Հիմա պատկերացրեք, որ այս երեկոյան ծեսը միայն բուժման մասին չէ, այլ ձեր մարմնի հետ վերամիավորվելու հնարավորություն, քանի որ ամենամեծ փոփոխությունները հաճախ սկսվում են ամենապարզ քայլերից։ Քնելուց առաջ մեկ գթալ մեղր և սխտորը չի լուծի ձեր բոլոր խնդիրները, բայց դա կարող է լինել ձեր բարեկեցության նոր փուլի առաջին քայլը։ Այսպիսով, թե ինչպես պատրաստել այս խառնուրդը տանը, ես ձեզ կպատմեմ համորճ և պարզ։ Բաղադրիչներ՝ 1 գլուխ սխտոր, ասենք 8-10 պճեղ, 200 մլ բնական մեղր, ցանկալի է հում չպաստերիզացված։ Պատրաստում. մաքրեք սխտորի պճեղները և թեթևակի մանրացրեք դրանք դանակով կամ գթալով, ոչ թե մինչև փափկելը, այլ այնքան, որ հյութը դուրս գա։ Տեղադրեք սխտորը ապակյա տարայի մեջ, լցրեք մեղրը դրա վրա, մինչև այն ամբողջությամբ ծածկվի։ Խառնեք փայտե գթալով և փակեք տարան կափարիչով, բայց մի փակեք այն ամուր։ Խառնուրդը պետք է շնչի։ Թողեք խառնուրդը սենյակային ջերմաստիճանում 3-10 օր, որպեսզի թրմվի և սխտորը իր օգտակար հատկությունները տա մեղրին։ Ինչպես ընդունել այն։ Քնելուց 30 րոպե առաջ ընդունեք 1 թեյի գթալ։ Կարող եք այն խմել տաք ջրով կամ պարզապես լուծել բերանում։ Կուրսը կևում է 2-ից 3 շաբաթ, ապա ընդմիջում արեք։ Կարևոր է, թրմելուց հետո խառնուրդը պահեք սառնարանում, մի օգտագործեք մետաղյա գթալներ։ Եթե զգայում եք, սկսեք կես թեյի գթալից։ Սխտորի և մեղրի խառնուրդը ունի գիտորեն ապացուցված հատկություններ։ Սխտորն ունի հակաբակտերիալ, խթանիչ և անոթալայնող հատկություններ։ Կարող է իջեցնել արյան ճնշումը և ամրապնդել իմունային համակարգը։ Մեղրը պարունակում է հակաօքսիդանտներ, հանգստացնում է կոկորդը, նպաստում է ապաքինմանը և բարելավում է քունը, խթանելով մելատոնինը։ Հիշեք, սա համապարփակ դեղամիջոց չէ և չի փոխարինում դեղորայքին։ Ազդեցությունը մեղմ է, կուտակային և ավելի ուժեղ է զգացվում ընդհանուր առողջ ապրելակերպի դեպքում։ Այն նաև չի փոխարինում բժշկի խորհրդին։ Յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է և սովորությունների ցանկացած փոփոխություն լավագույնս քննարկվում է մասնագետի հետ։ Առողջությունը անձնական է և տեղեկատվությունը միայն առաջին քայլն է։ Այսօր դուք իմացաք, թե ինչպես է այս խառնուրդը օգնում ձեզ ավելի լավ քնել, ավելի ազատ շնչել, ամրապնդել իմունային համակարգը, մեղմացնել թույլ բորբոքումները, օգնել մարսողականությանը և նույնիսկ բարելավել ձեր մաշկի վիճակը։
Բայց այս բոլոր ազդեցությունների հետևում թաքնված են ոչ միայն օգուտները, այլև մտադրություն։ Ընտրություն, հոգ տանելու ձեր մասին։ Եվ սա պարտադիր չէ, որ խիստ, կատարյալ կամ նորաձև լինի։ Այն պետք է գիտակցված լինի։ Սա կարող է լինել ձեր անձնական երեկոյան պրակտիկան։ Հանգիստ ձեզ, որտեղ դուք ինքներդ ձեզ նվիրում եք ոչ միայն առողջություն, այլև ուշադրություն և հարգանք։ Հիմա ասեք մեզ, թե այս խառնուրդի որ ազդեցությունն է ձեզ ամենաշատը զարմացրել։ Արդյոք դուք արդեն գիտեիք այս բաղադրատոմսի մասին։ Տեղեկացրեք մեզ մեկնաբանություններում և անպայման նշեք, թե որ քաղաքից եք դիտում այս տեսանյութը։ Եթե տեսանյութը օգտակար էր ձեզ համար, խնդրում ենք լայքել այն և կիսվել այն բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են բնական լուծում։ Եվ մի մոռացեք, առողջությունը հեշտ է, եթե գիտեք ինչ անել։ Բաժանորդագրվեք, լայքեք տեսանյութը և գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, որպեսզի չբաց թողնեք նոր տեսանյութեր։ Շնորհակալ ենք դիտելու համար։ Առողջ մնացեք։